Ձեզի համար շոկային էին ընտրությունները եւ կարճ խոսքով այնտեղ ով հաղթեց Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանի փողը, ով բարդվեցավ խորքի մեջ։ Պարտվեց ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացուն իդեմս ինձ։ Ես սա հպարտորեն եմ արձանագրում, որ ես ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացու Շոկային էր եղել միջև վերջ։ Շոկային չէի ասի, որովհետեւ ես գիտակցում էի, որ մասնակցում եմ ոչ թե համապետական ընտրության, այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության, որոնք ունեն իրենց սպეციფიկ բնույթը։ Ցավոք սրտի։ Տեղային, այո, անուշապերների ինստիտուտ, հոգևոր դասի ինստիտուտ եւ կիրառում, վաղաշապատում, թաղային հեղինակություններ, վարչական ռեսուրս, վարչական լծակներ եւ այդպես շարունակ։ Բամգոչյան, այս բոլորեն անտին պիտի ուզեի հագիրճ խոսենք Վարշավադի մասին։ Ձեզի համար շոկային էին ընտրությունները եւ կարճ խոսքով այնտեղ ով հաղթեց Նիկոլ Փաշինյանը, VS Քոչարյանի փողը, ով բարդվեցավ խորքի մեջ։ Եվ ինչու այս արդյունքները։ Պարտվեց ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացուն իդեմս ինձ։ Ես սա հպարտորեն եմ արձանագրում, որ ես ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացու Շոկային էր եղել միջև վերջ։ Շոկային չէի ասի, որովհետև ես գիտակցում էի, որ մասնակցում եմ ոչ թե համապետական ընտրության, այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության, որոնք ունեն իրենց սպეციფიկ բնույթը։ Ցավոք սրտի։ Տեղային, այո, անուշապերների ինստիտուտ, հոգևոր դասի ինստիտուտ եւ կիրառում, վաղաշապատում, թաղային հեղինակություններ, վարչական ռեսուրս, վարչական լծակներ եւ այդպես շարունակ։ Ես գիտակցում էի, թե ինչի տակ եմ մտել, հիմա ուզում եմ էլի առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել 1241 քաղաքացիներին, ովքեր ընտրել են ինձ։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ եւ շնորհակալ եմ բոլոր քաղաքացիների համար վաղաշապատ խոշորացված համայնքի բաց եմ, անկախ նրանից ունեմ մանդատ թե չունեմ, ես ամեն դեպքում վաղաշապատ խոշորացված համայնքի պրոբլեմները իմ պրոբլեմներն եմ նաև համարում եւ իմ անձնական պրոբլեմն եմ համարում եւ ես գնալու եմ այդ պրոբլեմների լուծման ետևից, սա թող իգիտություն ընդունեն վաղաշապատի բոլոր քաղաքացիները, անկախ նրանից իրենք իմ ընտրողն են եղել, թե իմ ընտրողը չեն եղել։ Բոլորի համար բաց եմ, եթե կան խնդիրներ վաղաշապատ խոշորացված համայնքում եւ իրենց խնդիրները լսելի չեն, ես առնվազն կարող եմ դրանք լսելի դարձնել եւ ինչու ոչ հետեւողականություն ցուցաբերել, որպեսզի այդ խնդիրները լուծվի։ Ես գիտակցում եմ, որ սա իմ ընտրությունները եւ արդյունքները այսպեսին կարող է լինել։ Ով հաղթեց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը։ Հանուն արդարության պիտի ընդգծեմ, որ ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը արձանագրում կատարեց, որ սա ընտրություն էր կտրիչ Ներսիսյանի հեռանալու մասով։ Սիրելի հայրենակիցներ, հատկապես վաղաշապատ խոշորացված համայնքի բնակիչներ։ Քարոզարշավի ընթացքում, պարոն Արայան, դուք էլ ֆիքսած կլինեք կարծում եմ, քարոզարշավի ընթացքում հանուն արդարության, բացի Հանրապետություն կուսակցության տեխնացուից իդեմս ինձ, ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք, այդ թվում նաև քաղաքացիական պայմանագրի տեխնացուն շփում չունեցավ, չի համարձակվել արձանագրել կտրիչ Ներսիսյանի վերջո, թե Գարեգին B։ 5-րդ շարասյուն այս հարցում անդրդվելի էր Գարեգին B, Խրամատը Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ լոզունգներն էլ ու քարոզարշավից առաջ տարված նախապատրաստական աշխատանքներն էլ դրա մասին էին խոսում։ Բայց կոնկրետ իշխանության տեխնացուն այդպես էլ մի քանի բանավեճի ընթացքում դրանից դուրս իր անձնական, չեմ ասում ՔՊ-ի տեսակետը, իր անձնական տեսակետը չարտահայտեց կտրիչ Ներսիսյանը ի վերջո թե Գարեգին B-ը։ Ես ի տարբերություն ոմանց իմ սկզբունքներին չեմ դավաճանում։ Ես ասել էի, որ կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա եւ հավատացեք,
Եվ տեսակ, Հիմա էլ որ գսեք։ վաղարշապատի ընտրություններին չկաշկանդեցին, որ ես ընտրությունների ընթացքում էլ ասեմ, որ Կտրիչ Ներսյանը պետքա հեռանա։ Փոխեցիք ձեր խոսքը։ Չեմ էլ պատրաստվում փոխել։ Ոչ մի քաղաքական շահ այսպես կշերքի նժարի վրա դնելով։ Եթե մարդիկ կան, որ ու կային, որ նժարի վրա դնում էին եւ փորձում էին չափել, հաշվարկներ անել, ես ժողովրդի հետ բաց ու թափանցիկ եմ եղել։ Ու հստակ կարող եմ արձանագրել, որ ինձ ընտրած առնվազն 1241 քաղաքացին ասում է Կտրիչ Ներսիսյանը օր առաջ պետք է ազատի վեհարանը։ 1241 քաղաքացու մասով 100% վստահ եմ, որ իրենք կիսում են այդ օրակարգը, որովհետև իմ հիմնակարային կետերից մեկն է եղել թե Կտրիչ Ներսիսյանին իբրև հայ առաքելական եկեղեցում Գրիգոր Լուսավորչի գահը զավթած անձնավորությունը անդրադառնալը, թե նաև առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ այդ հիմնարկին եկեղեցապատկան հողերի մասով ունեի ծրագրային կետեր, դրա մասին էի բարձրաձայն խոսում։ Ի վերջո պետք է նաև արձանագրենք, որ վաղարշապատում ուղակի թե անուղակի, ուզեն թե չուզեն, կընդունեն թե չեն ընդունի, բուլդոզերի, քաղաքական բուլդոզերի գործառույթ եմ իրականացրել ես, բացելով ճանապարհ նրանց համար, ում համար բացվեց։ Ես բարձրաձայն, առանց վախենալու, առանց վարանելու, սեփական անձս թիրախի տակ դնելով վաղարշապատցիների աչքերն եմ բացել։ Ովքեր են թեկնածուները։ Իմ քարոզարշավի մեխը սա էր, որովհետև ես այս ընտրություններին, վաղարշապատի ընտրություններին մասնակցելուց առաջ 3 անգամ հայտարարություն եմ տարածել, որ չեմ պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Ինչ ինձ ստիպեց մասնակցել։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այսպես առաջարկը, որ անպայման մասնակցել, եւ հիմքում դրվել է ինչի մասնակցել հարցին ես գտել եմ պատասխան, առաջին հերթին Գյումրի 2 թույլ չտալու։ Արել եմ դա, արել եմ, որ Գյումրի 2, ամեն ինչ արել եմ, որ Գյումրի 2 չլինի վաղարշապատում, արել եմ, էլի եմ կրկնում, կուզեն կընդունեն, չեն ուզի չեն ընդունի, դրանից իրականությունը չի փոխվում, վաղարշապատցիներն առնվազն տեսել են, իրենք են տեսել, հիմա կունենան այդ մարդկային որակները դա ընդունելու եւ արձանագրելու, ուղղակի արձանագրելու, շնորհակալությունը թող իրենց գլխին կպնի, պետք չի, ես ինչ անում եմ իմ ժողովրդի ու իմ պետության համար եմ անում, թող արձանագրեն, չեն ունենա, կներեք, ես իմ նպատակը այն ինչ որ սահմանել է Գյումրի 2 թույլ չտալու իրականացրել եմ եւ թույլ չեմ տվել, տեխնացուների այսպես դիմակները պատռելով եւ մեզ ցավոք սրտի չբավարարեց ընդամենը 13 քվե ու սա անարդար է, միանշանակ անարդար է, միանշանակ հաճելի չէ, բայց նաև հաճելի է այն առումով, որ կեցե ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը այսպիսի բան է, որ 13 ձայնը կարող է որոշիչ լինել եւ քաղաքական ուժին թույլ չտալ անցողիկ շեմը հաղթահարել ու մտնել ավականու կազմ։ Սա է ժողովրդավարությունը։ Սերժի ժողովրդավարությունը, Քոչարյանի ժողովրդավարությունը ի տարբերություն այսօրվա ժողովրդավարության, ինչքան ուզենք, այնքան խփենքով էր պայմանավորված։ Ինչի ձեզ թվում է, սա այս իրավիճակը եթե լիներ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան զույգի տարիներին եւ նրանք կամ որևէ մեկը, որ ուզենար 13 ձայնի հարցը լուծեր, չէին կարողանալու, ինչքան ուզում այնքան խփում էին։ Սա ժողովրդավարության հաղթանակն էր եւ ինչ որ առումով նաեւ իմ չանցնելը ժողովրդավարության հաղթանակ ու ցուցիչ էր։ 13 ձայն ընդամենը չբավարարելով ես ուղղակի ավականու կազմ չեմ անցել, բայց կրկնում եմ, ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու նրա իմաստուն ու ոգեղեն ժողովրդին, հատկապես այս համատեքստում վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին ու կրկնում եմ, ես իրենց համար բաց եմ, ինձ հետ կարող են կապ հաստատել թե իմ Facebook-յան էջի միջոցով, թե նաև վաղարշապատում շատերն իմ հեռախոսահամարն ունեն ուղիղ կապի միջոցով, ինձ համար այնպես չի, որ ավականու մանդատ պիտի լինի ծոցագրպանումս, որ ես գործ անեմ։ Քարոզարշավի ընթացքում ողջ ընթացքում ես վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին
ասել, բացատրել, շեշտել եմ, որ իրենց դռներ գալիս էին մարդիկ, ովքեր ծոցագրպանում 5 տարվա եւ ավել ավականու մանդատ ունեին, բայց իրենք քաղաքում արած գործ չունեն։ Ընդհանրապես արած գործ չունեն, մարդկանց մատից փուշ հանած չունեն։ Ինձ այդ մանդատը չի, որ պետքա ժողովրդին ծառայելու, իհարկե լավ կլիներ, որ մանդատը եւ իր ընձեռած հնարավորությունները ավելի շատ փաստաթղթերի հետ ծանոթանալու առումով, միայն այդ առումով, ինձ հնարավորություն կտար ավելի շատ ներսից ծանոթանալու, թե ով, ուր, ում հետ, ինչու, ինչ կապերով, ինչի է գնում, ինչ արդյունավետություն է այստեղ, արդյունավետությամբ աշխատանքը կատարվում է, թե չի կատարվում, իհարկե այդտեղ հնարավորություն կունենայի, բայց առանձին դեպքերում, եթե քաղաքացիները խնդիրներ կունենան եւ այդ խնդիրները կոտնահարի համայնքի բնակիչների մի ստվար զանգվածի շահեր, ես պատրաստ եմ այդ խնդիրները իմ անձնական խնդրեմը դարձնել ու գնալ այդ խնդրեմի լուծման ետևից։